հետ զրուցում են, ինչ-որ ուղղություններ են տալիս ուղղորդում։ Նշեցին նաև, որ իրենց այդ դժգոհություններին ոստիկանները որևէ կերպ չեն արձագանքել։ Մեր նկարահանումների պահին ընտրատեղամասի դիմաց ակտիվ աշխատող երիտասարդները լքեցին տարածքը։ Հաջորդ ահազանգը Գալան ստացել է ավտոկայանի Զանգակ նախակրթարանում տեղակայված ընտրատեղամասից։ Դրսում ընտրության եկող քաղաքացիների հետ զրուցում նրանց անձնական տվյալներն էր ճշտում մի կին ցուցակը ձեռքին։ Երբ խնդրեցինք ներկայանալ, նա միանգամից արձագանքեց, թե ինքը խախտումներ չի իրականացնում եւ որ ընտրողներին է օգնում։ Ես մտենդրել եմ, մոշկուրս ինվալիդ կնիկ էր, իրան բերեցիք, սպասեմ տաքսին կար տանիմ։ Տաքսին տի այգել է արդեն, դուրը կայնած է, նստեցերի, ամուսինս եկավ, մտնի ինդրե նստիկ մեկենան էշան կապ չկչան, իրավոք չունիմ ամուսնու սպասել, հասցեն սա մերը ուժդեղ ընգավ Սիսունդուգյանը վերևն է։ Այնուհետ տիկին Անահիտը սկսեց աշխատել այս մեքենայում, սկզբում նրան էին մոտենում ընտրության շտապող քաղաքացիները, այնուհետ մտնում ընտրատեղամաս։ Թիֆին քանդրակրթական դպրոցում տեղակայված ընտրատեղամասում դիտորդություն իրականացնողները մեզ փոխանցեցին, թե ընտրատեղամասի նախագահ Մարինե Թամազյանն ու հանձնաժողովի վստահված անձանցից ԲՀԿ-ական ներկայացուցիչները սահմանափակում են իրենց ազատ տեղաշարժը։ Հանրաքվեի մասնակիցները գալով տեղամաս ներկայանում էին նախ ԲՀԿ-ական վստահված անձանց, տեղեկացնում, որ եկել են քվեարկության։ Հատկանշական է, որ այս տեղամասում ընտրողները հիմնականում նույնականացման քարտերով էին ներկայանում տեղամաս։ Դիտորդներն ունեն մտավախություն, որ հնարավոր է նույն անձինք մի քանի անգամ քվեարկեն։ Գալան շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում, հարգելի հեռուստադիտողներ, ես որոշակի տվյալներ փոխանցեմ ստացված ահազանգերի վերաբերյալ։ Ահազանգ ունենք 3441 ընտրատեղամասից, այստեղ 6 հոգանոց ընտանիքի անդամ հայտնաբերել է, որ իր ընտանիքի անդամների դիմաց արդեն իսկ տեղի է ունեցել քվեարկություն։ Ուշագրավն այն է, որ Գալան կապ է հաստատել հանձնաժողովի նախագահի հետ Լևոն Գեղամյան, նա Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ է եւ հանձնաժողովի նախագահը մեր հարցինի պատասխան նշել է, որ արձանագրություն չի կազմվել, չնայած որ տեղի ունեցել խախտում, ընտանիքի բոլոր անդամների դիմաց քվեարկել են, նա միայն նշել է, որ տեղի ունեցել սխալը ուղղվել է շատ արագ եւ քաղաքացիները կարողացել են մասնակցել քվեարկությանը, այստեղ պետք է իրենց տեղում լինեն հանձնաժողովի դիմադիր անդամները, որպեսզի նախ արձանագրություն կազմեն ու բարձրաձայնեն ընտրախախտման մասին։ Մենք կապ ենք հաստատել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի հետ, ով նշել է Գալայի հետ զրույցում, որ ինքը այդ պահին այնտեղ չի եղել, դուրս է եկել քվեարկությանը մասնակցելու, իր քաղաքացիական պարտքը կատարելու, հարգելի հանձնաժողովի ընդդիմության ներկայացուցիչներ, եղեք ձեր տեղերում, վերահսկեք իրավիճակը, անկախ ամեն ինչից, որովհետև ճիշտ այն պահին, երբ դուք բացակայում եք կամ ինչ-որ պատրվակով դուրս եք գալիս ձեր
բացակայությունը շատ արագ, որքան հասկանում ենք եւ որքան ցույց են տալիս ահազանգերը, շատ արագ օգտագործում են եւ տեղի են ունենում ընտրախախտումներ, Հայ ազգային կոնգրեսի ժառանգության տեղի ղեկավարներին հորդորում եմ մշտապես կապ հաստատել իրենց ներկայացուցիչների հետ, հորդորել լինել զգոն։ Բուլվարային սպորտ դպրոցից ահազանգ կատարյալ նույնը, որ անունների դիմաց տեղի ունեցել քվեարկություն, 5-րդ դպրոցում կրկնակվեարկություն է տեղի ունեցել, բնակիչներից մեկը ահազանգել է, որ Կամոյի 40 շենք գոյություն չունի, կա Կամոյի 40 արշենք, սակայն ընտրացուցակներում քվեարկության ժամանակ նկատել է, որ Կամոյի 40 շենքի հասցեի տակ բազմաթիվ անուններ կան գրված եւ բազմաթիվ քվեարկություններ։ Իմ այն գործընկեր Քրիստինա Մկրտչյանը Կամփոփի ձեռքի տակ եղած ահազանգերը, խնդրեմ Քրիստինա։ Այս ժամի համար ես տեղեկացնեմ, որ հիմնականում մենք ահազանգեր ենք ստանում կրկնակվեարկության մասին, ինչպես նաև կան որոշակի տեղեկություններ նաև այն մասին, որ փորձ է արվում լցոնումներ իրականացնել որոշ ընտրատեղամասերում, ինչպես նաև մեր տեսահազդանշանները արդեն իսկ ցույց են տալիս, որ լցոնումներ իրականացնում են, ասեմ նաև, որ ֆիքսվել են որոշակի անձանց դեմքեր, հետագայում մենք մանրամասն կանդրադառնանք այս ամենին։ Ես տեղեկացնեմ, որ կրկնակվեարկության մասին 34-31 ընտրատեղամասից ենք ստացել ահազանգ, երիտասարդ տղաներ, հատուկ միկրոավտոբուսով գալիս են, այսինքն բերում են նրանք մտնում են ընտրատեղամաս, քվեարկում են, դուրս են գալիս եւ հատուկ շրջիկ խմբերի պես շրջում են։ Ասեմ նաեւ, որ մեր համակարգացիները ունեն նաեւ ֆիքսած միկրոավտոբուսների համարանիշները, որոնք եւս մեզ տրամադրում են, ունենք նաեւ մեր ձեռքի տակ ֆիքսված կադրեր, որոնք նորից քաղաքացիները քաղաքի տարբեր հատվածներից, տարբեր տեղամասերից փոխանցում են մեզ։ Ահազանգ ունենք Ղանդիլյան 16 հասցեում գործող ընտրատեղամասից, այստեղ հենց ահազանգ են լցոնումների մասին, աշխատում ենք նաև մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացնում Գյումրիում, կոնկրետ Transparency International հասարակական հակակոռուպցիոն կենտրոնից են մեզ տեղեկացրել այն մասին, որ Ղանդիլյան փողոցում պարզապես հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին, ինչպես նաև վստահված անձանց դիտորդներին բռնի ուժով դուրս են տարել տեղամասից եւ տեղամասում իրականացվել են լցոնումներ։ Նմանատիպ սցենար փորձել են իրականացնել հավանաբար Մուշ թաղամասում 42 դպրոցին հարակից նախակրթարանում, այստեղ փորձել են վախեցնել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից մեկին Վահագն Խաչատրյանին, ով տվյալ ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն է, թաղային հեղինակություններ են եղել, որոնք մուտք են գործել ընտրատեղամաս, Վահագին հրավիրել են դուրս շատ կոպիտ ձևով, սակայն Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը հրաժարվել է կատարել հրահանգը եւ կարողացել է իր տեղում մնալ, իր պոստում մնալ։ Հրահանգում են, դա շատ կարևոր է, կոչ եմ անում պարզապես ընդդիմադիր հանձնաժողովի ներկայացուցիչներին չլքեն իրենց տեղամասը, որովհետեւ այնտեղ դիտորդներ կան, մենք անմիջապես տեղեկանում ենք այդ ընտրատեղամասում տեղ ունեցած ցանկացած զարգացումների մասին, անմիջապես մեր տեսահազդանշանները գրանցվում են հեռուստակայանում, դուք բարբերաբար օրվա ընթացքում առիթ կունենաք հետևելու ուղիղ հեռարձակվող մեր տեսանյութերին տարբեր ընտրատեղամասերից։ Որոշ տեղամասերից կային ահազանգեր, որ քվեախցիկում ցնդող գրիչներ են, որ քվեարկությունից հետո ցնդում են, մենք փորձել ենք կապ հաստատել, ժխտվել է այս մասին տեղեկությունը եւ ընտրական հանձնաժողովի նախագահները եւ նաեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահները հերքել են այս տեղեկությունը, խոչընդոտել են նաև դիտորդների աշխատանքը, Արմենուհի արդեն դու նշեցիր, որ կան հասցեներ, որոնք պարզապես գոյություն չունեն, շատ քաղաքացիներ այսօրին մեզ ահազանգում են, որ իրենց բարեկամները, իրենց ծանոթները, հարևանները, իրենց անուն, ազգանունները տեսնում են այնպիսի հասցեներում, որոնք պարզապես գոյություն չունեն, այսինքն ստեղծվել են ինչ-որ մտածածին շենքեր, թերևս հասկանալի է, թե ինչի համար էին ցուցակագրում քաղաքացիներին, ինչու են պահանջում ձեր անձնագրի պատճենները, ինչպես նաև անձնագրային համարները, որպեսզի ինչ-որ մտածածին շենքերում, ինչ-որ մտածածին հասցեներում ձեզ գրանցեն եւ իրականացնեն կրկնակվեարկություն, խնդրում ենք պարզապես զգոն եղեք, արձանագրեք անմիջապես ամենափոքրիկ ընտրախախտումները եւ փոխանցեք մեզ։ 25 դպրոցում տեղակայված ընտրատեղամասից եւս ունենք ահազանգեր, նույնիսկ նշում են քաղաքացիները, որ ունեն որոշակի ֆիքսված
տեսանկարահանումներ, որոնք սիրով մեզ կտրամադրեն, շնորհակալություն, մենք երաշխավորում ենք գաղտնիությունը, աղբյուրի գաղտնիությունը եւ հորդորում ենք մեր քաղաքացիներին լինել ակտիվ եւ յուրաքանչյուրը ձեր հերթին իրականացրեք ոչ միայն ձեր քաղաքացիական պարտքը, գնացեք ընտրությունների եւ ինչպես նշեց Արմենուհին, Շիրակի մարզում пассив է այս պահի դրությամբ գործընթացը, ակտիվացեք եւ ձեր քաղաքացիական պարտքը կատարեք, որպեսզի ուրիշները չկատարեն։ Ինչպես նաև 34-28, այո, 34-28 տեղամասում քիչ առաջ հազանգ ստացամ, որ կա կուտակումներ եւ որ նրանց բաժանում են կարմիր գրիչներ, կփորձենք շատ արագ ահազանգել, մեր դիտորդները տեղում են, կխնդրենք հենց հիմա դիտորդներին դուրս գալ ընտրատեղամասից, անմիջապես մոտենալ հավաքված քաղաքացիներին եւ ստուգել այդ փաստը արդյոք կարմիր գրիչներ բաժանվել են թե ոչ, անկախ ամեն ինչից հարգելի քաղաքացիներ, ինչ ուզում են անել, ինչ գրիչներ ուզում են բաժանել, դու կարող եք այդ գրիչներով եւս անվավեր դարձնել քվեաթերթիկները։ Քիչ առաջ տեղեկացանք, որ Ռաֆի Հովհաննիսյանը ճղել է իր քվեաթերթիկը, ես եւս քիչ անց կգնամ ընտրատեղամաս ճղելու իմ քվեաթերթիկը։ Այնպես որ այն մարդիկ, ովքեր արդեն այո քվեարկած թերթիկներ են ստացել, շատ արագ մտեք ընտրատեղամաս եւ դարձրեք անվավեր։ Ես ուզում եմ նշել, որ հենց այս պահին տեղեկություն ստացանք, որ 18 դպրոցում տեղակայված տեղամասում բացական անձանց փոխարեն արդեն իսկ քվեարկել են, տեղեկացնում է փաստաբան։ Անկախ ամեն ինչից, ինչ գույնի գրիչներ կբաժանեն, ինչ կանեն, ինչ կհորդորեն ձեզ հարգելի համաքաղաքացիներ, հարգելի ընտրողներ, որևէ կերպ չի վերահսկվելու, թե ով ոնց է քվեարկել, այնպես որ ինչպես կցանկանա կատարեք ձեր քաղաքացիական պարտքը, առանց մտածելու, որ հետագայում կարող են պարզել դուք ինչպես եք քվեարկել։ Մի ենթարկվեք ճնշումների ամենակարևորը, եւս մեկ անգամ հորդորում եմ հանձնաժողովի նախագահներին ապահովել թափանցիկ արդար քվեարկություն, դուք ձեր պարտքն եք կատարելու, ընդդիմադիրներին էլ զգոնություն, այսքանը գալանք շարունակի աշխատանքը ուղիղ եթերում, մնացեք մեզ հետ։